Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկես ձե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, հսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մեր հոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ բարի եկել թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի Մենք իբրև քրիստոնյաներ ամեն օր մեր կյանքի մեջ տարատեսակ նեղություններ, դժվարություններ, փորձություններ ունենք եւ շատ կարեւոր է որպեսզի այդ ամենի մեջ մարդ իր հավատքը չկորցնի եւ ինչպես որ անցյալ անգամին Պողոս Առաքյալը մեզ խոսեց թե ինչքան կարեւոր է այդ ամենի մեջ համբերություն ցույցավել եւ նաեւ Քրիստոս արժանի է որ մենք այդ նեղությունները, դժվարությունները կրենք այսօր շարունակության մեջ պիտի խոսենք թե ինչ է սպասում այն մարդկանց, ովքեր հավատացել են Քրիստոսին եւ հնազանդվել են, եւ նրանց, ովքեր անհավատությամբ մերժել են թե Աստծուն, թե Քրիստոսի բերած ավետարանը։ Մեր կյանքի մեջ շատ հաճախ մարդիկ հանդիպում են, որ հավատում են, բայց ասում են մեղքն ավելի ենք սիրում, այսինքն հավատում են, որ Աստված կա, մենք շնորհակալ ենք, որ ինքը կա, բայց մենք մեղքի կյանքը սիրում ենք, ինչպես ավետարան մեջ ասում Հովանես ավետարանիչը լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին, որտեղ իրենց գործերը չար էին։ Ուրեմն քանի մարդու գործերը չար են, ինքը խավարը շատ է սիրում, ինքը երբեք էլ Աստծունը չի կարող դառնալ։ Ինքը կարող է Աստծունից խոսել, կարող է գործել, երբեմն ինչ-որ բաներ անել, բայց դա դեռ ինքը Աստծուն ճանաչում է, եւ շատ կարեւոր է ճանաչողությունը եւ ավետարանը, ինչպես Քրիստոս փոխանցել է մեզ, մենք ապրում ենք այդ կյանքը։ Այսօր այդ մասին պիտի խոսենք եւ առաջին գլուխը 8-ից 12 համարները պիտի այսօր սերտենք, առաջին գլուխը ավարտենք։ Անցնենք այսօրվա առաջին համարը, 8-րդ համարը։ Կրակի գբոցով վրեժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Ուրեմն 7-րդ համարն էր կարդամ, որ միանգամից հասկանանք։ Իսկ ձեզ նեղություն կրածներիդ հանգիստ մեզ հետ, երբ Տեր Հիսուս հայտնվի երկնքից իր հրեշտակների զորքով։ Կրակի բոցով վրեժ լուծելու համար նրանցից, որոնք չեն հնազանդվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Այս համարը սիրելիներ, կարծես թե հատուկ հավատացյալների համար գրած լինի Պողոս Առաքյալը մխիթարության կոչ է կամ մխիթարության հույս է խոստում է տալիս որպեսզի մարդը կարողանա ապրել այս աշխարհում քաջալերանքի խոսք է այսպես եթե գիտեք Սան Ֆրանցիսկոն ինքը Ամերիկայի այդ նշանավոր քաղաքը ինքը շատ հայտնի էր կամուրջներով եւ ոսկե դարպասներ այդ կամուրջը կա որ 4 տարի է տևել շինությունը շատ շքեղ շատ այսօր մինչեւ այսօր զբոսաշրջիկները գնում են այդ մեծ գեղեցիկ կամուրջը տեսնելու ուրեմն առաջի 2 տարին շատ դանդաղ են աշխատել 2 տարին շատ արագ եւ չեն իմացել ինչն է պատճառը որովհետեւ ասում է այդ ժամանակ շատ մարդիկ վերևից ընկնում էին մահանում էին եւ բանվորները աշխատողները վախենում են եւ այդ մարդկանցից մեկը ասում է լուծումը գտավ ինչ արեց վերցրեց մեծ ցանց կապել տվեց որ ով ընկնում էր այդ ցանցի մեջ եւ ասում է միանգամից սկսեցին աշխատողները ողջևորված աշխատել ու 2 տարում են 2 կիսա տարվա գործն էլ արագ այսինքն ինչն էր այդ ցանցը հույսներ հույս տվեց ինքը մարդկանց ուրեմն տեսեք ինչքան փոքրիկ նրբություն է կարծես թե մի ցանց են կապել որ հանկարծ մարդիկ ընկնեն ոչինչ չպատա բայց իրենց մեջ մեծ ողջևորություն առաջացել որպեսզի իրենք իրենց աշխատանքը կատարեն այստեղ էլ այս համարի մեջ ուրեմն Պողոս Առաքյալը մխիթարության քաջալերանքի խոսք է ասում որ նրանք ովքեր տանջվել են կամ նեղություն են կրել իրենց հավատքի Քրիստոսի համար իրենք պիտի փրկություն ունենան որովհետև նրանք ովքեր այս ամենը արել են անպայման պիտի պատժեն որովհետև Աստված գալու է կրակի տեսքով նրանց պատժելու համար ով հալածում է քրիստոնյաներին նույնն է որ հալածում է Հիսուս Քրիստոսին հիշում եք այս դրվագը սա պատահական տող գրված չէ այստեղ Պողոս Առաքյալը իր կյանքի կարծես թե պատմությունն ու վկայությունն հիշում եք երբ հանդիպեց Պողոս Առաքյալը Հիսուս Քրիստոսին
Դամասկոսի ճանապարհ ինչ է, երբ որ գնում էր թուղթ իր ձեռքին հրաման ուներ, գնում էր Դամասկոսի քրիստոնյաներին ձերբակալելու, բերելու, բանտարկելու եւ ճամփին հանդեց մե ով ես, հարցրեց ով ես, երբ որ Հիսուս խոսեց Պողոս առաքյալի հետ, ով ես, ասեց Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Ուրեմն նա ով որ հալածում է քրիստոնյաներին, նույնն է որ հալածում է կամ տանջում է Հիսուս Քրիստոսին, որտեղ յուրաքանչյուր մարդու հետ Հիսուս ինքը տանջվում է, տառապանքը ապրում է։ Իմ ամենա ծանր պատմությունը դժվար որ միշտ ցավով եմ կարդացել համակենտրոնացման ճամբարում մի օր գնդակահարության օր էր եւ այդ օրը ասում է գնդակահարության մեջ 10 տարեկան մի երեխա կար, որ այնքան շատ գեղեցիկ աչքեր ունեն, որ իրեն հրեշտակ էին ասում, երբ որ հնչում է կրակ, ձայնը լսվում է, բոլորը մահանում են, երեխան վիրավոր առնակամ ընկած է լինում եւ մի կին ասում է ուր է Աստված, եթե Աստված լիներ այս երեխան չէր տանջվի, շուտ կմահանար, կողքը կանգնած մեկ ուրիշ մկրիկ ասում է, դու ուշադիր նայ ասում է, երեխայի մեջ Քրիստոս ինքն է մահանում, Քրիստոս ինքն է տանջվում։ Ուրեմն չկա մի քրիստոնյա, որ նեղություն, դժվարություն կրի եւ Քրիստոս իր հետ չի, որտեւ Քրիստոսի խոստումն է, չէ՞, ասում է, գնացեք, մկրտվողներին ասեք, ես իրենց հետ եմ, մինչեւ իրենց կյանքի վախճանը եւ մինչեւ աշխարհի վերջ, այսինքն ոչ միայն այս երկրավոր կյանքում է Հիսուս մեզ հետ, այլև մեր մահից հետո մինչեւ իր երկրորդ գալուստը Քրիստոս մեզ մենակ չի թողնելու եւ մենք այս մխիթարությունը ունենք։ Ուրեմն Հիսուս Քրիստոս երկնքից չէ պիտի հայտնվի, ինչպես որ Մատթեոս ավետարանի մեջ Հիսուս նկարագրում է, որ աստղերը կխամրեն, արեգակը լուսնի լույսը կկորցնի, կտեսնենք մարդու որդու նշանը երկնքին խաչի նշանը եւ իր որդուն Հիսուս Քրիստոսին նստած ամպերի վրա գալիս է դատելու ամբողջ մարդկությունը, ուրեմն երկնքից պիտի հայտնվի։ Սա այժմ ծածկված է անհավատ մարդկանց, որտեղ անհավատ մարդիկ չեն հավատում եւ Հիսուս ասում է իմ գալստյան ժամանակ շատ նման է լինելու Նոյի օրերին։ Հիշում եք որ Նոյը երբ որ Աստված հրաման տվեց, որ տապանը կառուցի, որտեղ ջրհեղեղ պիտի լինի, մարդկանց մեղքերի պատճառով պիտի ոչնչացնեմ, ուրեմն տապանը Նոյը կառուցեց 120 տարի։ Ուրեմն 120 տարի Նոյը տապան էր կառուցում ու քարոզում էր, որ ջրհեղեղ պիտի լինի, ոչ ոք չէր հավատում։ Եվ ասում է Հիսուս կլինի Նոյի օրերպես մե բոլորը կուտեն, կխմեն, կզվարճանան, կամուսնանան, կին կառնեն, մինչև այն պահ, երբ որ Աստծո որդին կհայտնվի։ Ուրեմն Հիսուսը այս պահին ծածկված է շատ-շատերի համար, սակայն եւ վերադառնա ամբողջությամբ հայտնի պիտի լինի։ Բոլոր անհավատները ասում են լաց ու կոծ պիտի լինի աշխարհի մեջ, որտեղ այն մարդիկ, ովքեր չեն հավատացել, արհամանքով վերադարձել են, նրանք պիտի այդ ամենը տեսնեն իրենց աչքերով եւ մինչեւ որ չխոստովանեն, որ Հիսուս Քրիստոս Տեր է եւ Աստված է։ Բոլոր լեզուները պիտի խոստովանեն, որ Հիսուսն է Տերը աշխարհի, Փրկիչն է աշխարհի։ Հիմա տեսեք, այստեղ հետարքիր բառը, չէ՞ ասում Պողոս առաքյալը, կրակի բոցով վրեժ լուծելու համար նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն։ Կրակի տեսքով, ինչու է կրակի տեսքով խոսում Աստված։ Տեսեք ինչ է ասում Երկրորդ Օրինաց գրքի մեջ, ասում է զգուշ եղեք, չլինի թե մոռանաք մեր Տեր Աստծուն ձեզ տրված այն ուխտը, թե որևէ արարածի կերպարանք ունեցող կուրք չստեղծեք ձեզ համար։ Դա պատվիրել է քեզ քո Տեր Աստված, որտեղ քո Տեր Աստվածը լափող կրակ է, նախանձոտ Աստված։ Ուրեմն կրակի տեսքով, հիշում եք, երբ որ Աստված հրեաներին դուրս հանեց Եգիպտոսից, ցերեկը ամպիսյան տեսքով էր առաջնորդում, երեկոյան կրակի տեսքով։ Ուրեմն կրակը հավատացյալների համար ինքը մաքրող զորություն ունի, իսկ նրանք ովքեր որ մեղավոր են, նրանք պիտի այրվեն եւ պատահաբար որ անդադար կրակի տեսքով անգամ երբ որ Տառնանթարաչի ժամանակ մենք կրակը վառում ենք, որ Հիսուս առաջին անգամ լուր եկավ, իբրև մանուկ գախնի եկավ, թաքնված մսուրում ծնվեց, երկրորդ անգամ գալու է կրակի տեսքով դատաստանը, եւ կրակը դատաստանի խորհուրդն է։ Նոր կտակարանի մեջ ուրեմն կրակը Սուրբ Հոգու ներկայությունն է, ուրեմն Սուրբ Հոգին հավատացյալին պիտի զորացնի, մաքրի, սրբի, իսկ անհավատին պիտի կորստյան մատնի։ Եվ Սաղմոստաց գրքի մեջ էլ Դավիթ մարգարեն ասում է նրա առջևից հուր պիտի ընթանա, այրելով իր շուրջ եղող թշնամիներին։ Ուրեմն երբ որ դատաստանը լինի, Տերը պիտի գա, բոլոր այն մարդիկ, ովքեր չեն ճանաչել Աստծուն, պիտի ոչնչացնի, իսկ հավատացյալներին պիտի մաքրագործի։
Սուրբ հոգու տոնն էր, չէ՞, հիմա մենք այսօր Սուրբ հոգու տոնի մեջ ենք, որովհետև Սուրբ հոգին այս Կիրակի հոգի գալուստը, բայց ամբողջ շաբաթը Սուրբ հոգու գալստյան տոնն ենք հիշատակում նշում, այսինքն ամեն օր նաև պահեցողության միջոցով մենք մաքրագործվում ենք, Սուրբ հոգու կրակը մեզ մաքրում է, մեր մեղքերից սրբում է։ Նրանք, ովքեր որ չեն ճանաչում Աստծուն, նրանք իրենք նաև իրենց թշնամի են հռչակում Աստծուն, դրա համար ասում է պիտի իր բոլոր թշնամիներին ոչնչացնի, կրակով գալու է։ Ինչու, որովհետև չճանաչեցին Աստծուն։ Հիմա կտեսնենք ինչու չճանաչեցին։ Մեր Տեր Աստվածը պիտի գա հայտնապես, եւ մեր Տեր Աստվածը պիտի չլռի, նրա առջևից հուր պիտի բորբոքվի եւ նրա շուրջը սաստիկ մրիկ։ Ուրեմն Եսեք ամեն հատվածը, որտեղ կարդում ես Սուրբ գրքի, ցույց է տալիս է դատաստանի, ահեղ դատաստանի հիշեցումն է մարդուն, որ մարդը իբրև քրիստոնյա, որ հավատացել է ճշմարիտ Աստծուն, ինքը միայն արերևույթ չասի, որ ինքը հավատում է։ Հрьяաները հիշում եք, իրենք սպասում են, չէ՞, Հիսուս Քրիստոսին, իրենք ամբողջ նպատակը փրկչին սпасելն էր, բայց երբ որ Հիսուս եկավ, ոչ մեկ չհավատացին, իսկ Եսայի մարգարեն ասում է, անբան անասունները վկա եղան։ Էշն ու եզը վկա եղան, այսինքն մսուրում անբան կենդանիները եւ հավատքով առաջնորդված հովիվները եկան Հիսուս Քրիստոսին տեսան ու ճանաչեցին։ Ուրեմն Աստծուն ճանաչողները, ովքեր որ չեն ճանաչում Աստծուն եւ նաեւ չեն ընդունում Հիսուս Քրիստոսի ավետարանը, սրանք նույն խմբին պատկանող մարդիկ են։ Որովհետև եթե դու Աստծուն չես ճանաչում, չես կարող նաև ավետարանը ընդունել։ Եթե ավետարանը չես ընդունում, բնական է դու Աստծո հայրությունը չես ընդունում, Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ չես ընդունում եւ դու գնում ես դեպի դատաստան։ Եվ այս մարդիկ չհնազանդվել նշանակում է նաև չհավատալ։ Ուրեմն տեսեք, հավատալ, երբ որ ասում ենք, մենք ոչ թե որ հավատում ենք, որ Աստծո գոյությունը կա, մենք նաև հետևում ենք իրեն։ Ուրեմն հավատալ է նշանակում է վստահել ամեն խոսքին, ինչը որ գրված է այս գրքի մեջ, եւ ինչ որ Հիսուս Քրիստոս մեզ սովորեցրել է սիրելիներ։ Ուրեմն հավատալ, վստահել եւ գնալ նրա հետևից։ Այսօր տեսեք, մենք քրիստոնյա ենք մեր երկրով, բայց շատ հաճախ նայում ես մեծ մարդկանց մեծամասնության մոտ իրենց հավատքը մոմից այն կողմ չի անցնում։ Իրենք մեն մոմ վառել գիտեն։ Ուրիշ ոչ մի բան, նույնիսկ հայրմեր աղոթքը չգիտեն, ոչ մի բառ չգիտեն, շնորհակալություն հայտնել չգիտեն։ Սա հավատալ, որ Աստված կա, բայց այդ հավատքի կյանքը չապրելը նշանակում, այսինքն ավետարանը չընդունել քո կյանքի մեջ։ Մեծամասնության մեջ աշխարհում Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը կա, տանը դրված է, բայց այդպես էլ ոչ ոք այդ գիրքը չի կարդում։ Աստվածաշունչը կա, բայց իրենք երբեք հաղորդակից չեն այդ ամենի հետ։ Ուրեմն Պողոս Առաքյալը ուրիշ տեղ ասում է, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, բայց դրա զորությունից շատ հեռու են, այսինքն դու մկրտված քրիստոնյա ես, բայց քրիստոնյայի այդ հավատքի զորությունը քո կյանքի մեջ չկա։ Դրա համար մեր կյանքում կան բազում աղետքներ, կան բազում խնդիրներ, պատերազմ, թշնամություն, ատելություն, ամեն տեսակ աշխարհի բոլոր օրենք երկրների մեջ, նշեք որ ամերիկյան օրենքներով մարդիկ այսքան խոսում են, չէ՞ որ ամերիկյան կարգու կանոնի երկիրը մեկ շաբաթ է Լոս Անջելեսում խայտառակությունը օրենքներ չի գործում, քանդում են, այրում են, որովհետև երբ որ մարդ իր հավատքը չի պահում կենթանի, այլ մեն առերուտ, ինքը օրենքներ պիտի խախտի, թշնամություններ պիտի անի, պիտի ապստամբի, նաև պիտի սպանի իր պետքերն ու կարիքները հոգալու համար։ Դրա համար այստեղ ասում է, որ Տերը պիտի գա այդ կրակի տեսքով այրելու համար։ Ուրեմն Հիսուսին չհավատացողները չեն կարող ճանաչել Աստծուն։ Շատ կարևոր բան է սա, եթե դու Հիսուս Քրիստոսին չես հավատում, դու երբեք չես կարող Աստծուն ճանաչել։ Սա ամենապարզ օրինակն է, եւ տեսեք Հիսուս ինչ է ասում. եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեք եւ իմ Հորը, այսուհետեւ կճանաչեք նրան եւ տեսել եք նրան։ Ինչու է սա ասում։ Որովհետև առաքյալներից մեկը այդ բան Հիսուսին ասեց, մեզ Հորը ցույց տուր, ասում է, այսքան ժամանակ ձեզ հետ եմ, չճանաչեցիք ինձ, ուրեմն եթե ինձ չեք ճանաչում, Հորս էլ չեք ճանաչում, եթե Հայր Աստծուն չենք ճանաչում, բնականաբար Հիսուսի բերած ավետարանն էլ չենք ընդունելու։ Ուրեմն Հիսուսին ճանաչելով է սկսում նաև մարդու Աստված ճանաչողությունը։ Իսկ Հովհաննես առաքյալ ասում է, որ Աստված ճանաչողությունը սկսում է նաև եղբայրասիրությամբ։ Ինչպես է ասում առաքյալը, ասում է, եթե մեկը ասի, որ սիրում է Աստծուն, բայց ատում է եղբորը, սուտ է խոսում։ Ասում է, ինչպես կարող ես դու սիրել Աստծուն, որին չես տեսել, բայց ատել եղբորդ, որին դու ամեն օր տեսնում ես։ Սիրեցիր եղբորդ, սիրեցիր քո նման մարդուն, ուրեմն դու կարող ես նաև Աստծուն սիրել։ Ուրեմն Հիսուսին ճանաչելով, ավետարանի ճանապարհով է, որ մենք կարող ենք հասնել նաև ճշմարիտ Աստված ճանաչողությանը։ Տեսեք, շատ եմ ասել, որ աշխարհում միայն մենք ենք, որ Աստծուն հայր ենք դնում քրիստոնյաներս։ Երբ որ դու մեկին հայր ես ասում, բայց իրեն չես ճանաչում, այսօր
որ շատ մարդիկ կան, չէ, որ իրենք հայրանուն ունեն, բայց իրենց հորը երբեք չեն տեսել։ Չեն ճանաչում։ Գրված է իրենց անձնանուն, այսինչան, այսինչի, բայց ինքը չունի, չի տեսել իր հորը, չի ճանաչում։ Ուրեմն ճանաչելու համար դու պիտի շփվես, դու պիտի հարաբերություն ունենաս, դու պիտի այդ մարդը ճանապարհ անցնես, խոսես, որպեսզի ճանաչես։ Իմանալը միայն անունը, որ այս մարդը կա, դա ճանաչողություն չէ։ Այսինքն միայն Հիսուսի մասին լսած լինելը, որ Հիսուս այսպես է, դու չես կարող ճանաչել։ Ովքեր որ Երուսաղեմում եղել են, գիտեք, Հարության տաճարի դիմացը մսկիթ կա, չէ՞։ Մուսուլմանները, այսինքն այնտեղ մսկիթ են սարքել, ուրեմն շատ քրիստոնյաներ այնտեղ գրություն կա, երբեք չեն կարդացել։ Երբ որ դուրս ես գալիս, առաջին այդ գրությունը ես հանդիպում, գրված է, որ Հիսուսը մարգարե է, նա Աստված չէր կարող լինել։ Ամենապարզ բանը։ Եվ որտեղ է բերել սատանան իր տաճարը կառուցել, հենց այնտեղ, որտեղ որ Քրիստոսի հարության տաճարն է, գերեզմանը։ Իսկ Քրիստոս մարգարե է, նա չի կարող Աստված լինել։ Եվ շատերը կարդում են կամ չեն էլ իմանում ինչ է ու անցնում են։ Այնպես էլ մեր կյանքն է, մենք շատ հաճախ այդպես կարդում ենք Հիսուսի մասին, անցնում ենք եւ ոչինչ էլ չենք ճանաչում։ 9-րդ համարը, սիրելիներ, նրանց պատիժը պիտի լինի հավիտենական կործանումը, հերու Տիրոջ ներկայությունից եւ նրա փառավոր զորությունից։ Ո՞րն է Աստծո պատիժը։ Օրինակ, առաջին անգամ ինչպես Աստված մարդկությանը պատժեց, ջրհեղեղով, չէ՞։ Բայց մինչև դրախտը ինչ արեց, մարդուն հանեց, ճիշտ է դրախտից։ Դա ինչ պատիժ էր, այսինքն մարդուն հանեց իր ներկայությունից, չէ՞, այսինքն երբ որ մարդը Աստծո հետ չէ, ինքը արդեն հերոյ ամեն ինչից։ Հայրես մեկն ասում է դժողքը որտեղ է, որտեղ չկա Աստված։ Եթե Աստված այնտեղ չէ, արդեն դժողք է։ Ուրեմն ո՞րն է այստեղ Աստծոց հեռու լինել, Աստծո պատիժը, հավիտենական կործանումն է, այսինքն երբ որ մարդը հավիտենական մահվան է դատապարտում։ Սրանից ավելի մեծ կործանում չկա մարդու համար։ Ինքը զրկվում է Աստծո ներկայությունից, զրկվում է Աստծո օրհնությունից եւ վերջապես ինքը մնում է մենակ այս աշխարհի մեջ։ Տեսեք, Ադամն ու Եվան իրենք Աստծո ներկայության մեջ են, չէ՞, ամեն օր ապրում։ Լույս էր, խաղաղություն էր, ջերմություն էր, Աստծո ներկայություն էր, բայց երբ որ դրախտից դուրս հանեց, իրենք առաջին անգամ գիշերը տեսան ու վախեցան։ Գիշեր տեսան, իրենք չէին տեսել գիշեր, իրենք չգիտեին խավար ինչ, որտեղ իրենք միշտ լույսի մեջ էին։ Հիշում եք մեր մուլտֆիլմը Գտնված երազը, ասում է գիշերը, չէ՞, ասում է ինչ է գիշերը, որովհետև մարդը երբ որ լույսի մեջ է միշտ ապրում, ինքը չգիտի, երբ որ դու մեղք չես գործել, չես կարող հասկանալ։ Ես մի օր մի պատանի ասացի, ինչու այդ մեղքը, ասեց դեր ես այդ մեղքի մասին անգամ չգիտեր, որ այդպիսի մեղք կա։ Իմ ընկերները ինձ պատմեցին եւ ընկավ իմ մեջ այդ մեղքը, ես սկսեցի այդ մեղքը գործել։ Ինքը չգիտի, որ դու երեխան ինքը չգիտի, որ մերկ վազում է փոքրիկ երեխան, ինքը չգիտի, չէ՞ որ դա մեղք է, ամոթ է, որովհետեւ երբ որ մենք իր ուղեղի մեջ դնում ենք արդեն կամ երբեմն մենք իրեն այդ միտքը տալիս ենք, ինքը չգիտի, մենք այդ միտքը տալիս ենք իրեն եւ ինքը այդ մեղքը գործում է։ Ուրեմն Աստծո պատիժը հավիտենական կործանումն է, որը հակապատկերն է հավիտենական կյանքի, այսինքն անմահություն եւ հավիտենական մահ։ Դու ամեն օր ապրում ես այստեղ, բայց չես մեռնում։ Դու ամեն օր ցավ ես ապրում, բայց այդ ցավը չի վերջանում։ Դու ամեն օր ուզում ես մեռնել, բայց չես կարողանում։ Պատկերացրեք, որ Հիսուսը լաց եւ ատամների կրճտոց, չէ՞։ Պատկերը տեսանելի է։ Ուրեմն Իսրայելում կար դատարան, որ ծանր հանցագործություն գործող մարդկանց դատում էին եւ տանում են Երուսաղեմ մոտակա ձորը, այնտեղից ցած էին նետում։ Դա ամենասարսափելի պատիժն էր։ Երբ որ դիակները շատացան, այնտեղ կրակ էին վառում, անդադար վառ, որ մարդիկ գցեին ընկնեն մեջը եւ այդ լաց հատաների կրճոտոց այդ տեսարանը իրենց հասկանալի էր, որ մարդուն վերևից գցում ես կրակի մեջ, ինքը գոռում, ատամները կրճտացնում է, ցավը չի վերջանում։ Եթե սա մի քանի րոպե հետո կամ 1 ժամ հետո վերջանում էր, ուրեմն հավիտենական մահվան մեջ չի վերջանալու։ Իսկ երբ որ դու Աստծո ներկայության մեջ ես, այնտեղ չկա ժամանակ։ Ինքը միշտ ներկա է, ոչ անցյալ կա, ոչ գալի կա, դու միշտ ներկայի մեջ ես, չես էլ զգում, որ դու ժամանակի մեջ ես, որտեվ նրանք, ովքեր որ սիրում են եւ Աստծո հետ են, նրանց համար ժամանակը ուրեմն հավերժություն է։ Դա դժոխային, մեծերից մեկն ասում է, դա դժոխային Աստծո ներկայությունից հեռու մի վիճակ է, նման որի գոյությունը հավասար է ամենասարսափելի մահվան։ Սա դժոխային վիճակ է, դու պատկերացնում ես քո ամենասիրելի վայրից քեզ հանում են, դու գնում ես այնտեղ, որտեղ պիտի տանջվես։ Ոնց որ մարդ ինքը ազատության մեջ է ու հանկարծ իրեն բանտ են տանում եւ իր ազատությունը սահմանափակում, ինքը ստիպված է բանտի մեջ ապրել։
ով Աստծո ներկայության մեջ չէ, ուրեմն մահվան մեջ է։ Ինչու՞։ Եթե դու Աստծո ներկայության մեջ չես, մահվան մեջ ես, քանի որ Աստված ինչ է։ Կյանքն է, չէ՞։ Ուրեմն այսինքն դու կյանք չունես։ Այսինքն որ դու Աստծո մեջ ես, դու կյանք ունես, երբ որ դու Աստծո մեջ չես, դու մահվան մեջ ես եւ Աստծո կյանքը չկես, առանց Աստծո հավիտենական մահվան մեջ է հայտնվում մարդը, ով չհավատաց նրան։ Հիմա այս կյանքը ինչու է տրված մարդուն։ Մեզ թվում է, թե եթե կա հավիտենական կյանքը, ինչու է այս կյանքը, որտեղ նեղություններ, դժվարություններ, փորձություններ, պատերազմներ, արհավիրքներ, ուրեմն այս կյանքը տրված է արժևորելու հավիտենական կյանքը։ Այս կյանքը տրված է պատրաստելու քո ունեցած։ Ամենապարզ օրինակը, երբ որ դու երեխային ինչ-որ մի բան տալիս ես, որ ինքը դրա համար աշխատանք չի թափել, ինքը շատ հեշտությամբ այդ ամենը կարող է ոչնչացնել կամ պահել, բայց երբ որ ինքը մի փոքրիկ ջանք է թափում, իր համար դա շատ թանկ է դառնում։ Երբ որ դու քո աշխատանքով հասնում ես քո նպատակին, սա ամենաթանկն է, չէ՞ քեզ համար։ Ինչը ուրիշի տրված է, ժամանակավոր է, բայց երբ որ դու ես ամ, սա թանկ է։ Այս կյանքը այդ պատրաստության համար է, որպեսզի այդ կյանք ունենաս, որպեսզի մահվան մեջ չհայտնվես։ Եվ այստեղ Պողոս Արաքյալը ցույց է տալիս, որ Հիսուսին մերժելը եւ ավետարանին չհնազանդվելը սարսափելի բան է այն մարդու համար, որը հավիտենական մահ ճաշակելով զրկվում է հավիտենական։ Ուրեմն հավիտենական մահն է ճաշակում։ Մեծ պահքի շարականի մեջ ասում է պատղի ճաշակմամբ մարդը ճաշակեց նաև մահվան դառնությունը։ Այդ դառնությունն է մարդու կյանքի մեջ, որ մեղքի պատճառով ամեն օր գալիս է քո կյանքի մեջ։ Եվ տեսեք, ասում են նրանց պատրին հավիտենական կործանումը հերու Տիրոջ ներկայությունից եւ նրա փառավոր զորությունից։ Ուրեմն ոչ միայն ներկայությունից ես հերու մնում, այլև զորությունից։ Լինում է, չէ, որ դու մեկ էդ շատ մտերիմ ես լինում, մեկ էլ արգելում են դու իրենց տուն գնալ։ Վերջացա, ոչ միայն դու իր ներկայությունից զրկվեց, այլև նրա օգնությունից զրկվեցիր, նրա աջակցությունից զրկվեցիր։ Այդ մարդու կարողությունը, որ քեզ համար քո թևու թիկունքներ, քո պատնեշներ, դու զրկվում ես այդ ամեն ինչից։ Երբ որ դու մեղքի գործում ես, այդ Աստծո պաշտպանության սպառազինությունից ես նաև զրկվում եւ դու անպաշտպան ես մնում։ Կորցրեցիր քո զենքերը կռվի դաշտում, չես կարող չէ հաղթանակ տանել։ Ինչքան էլ դու ֆիզիկապես ուժեղ ես, գրագետ լինես, երբ որ քո ձեռքում զենք չկա, իսկ ավետարանը քրիստոնյայի զենքն է։ Կորցրեցիր այս ավետարանի զորությունը, կորցրեցիր Աստծո սերը, դու չես կարող։ Ուրեմն մի անգամ մի անհավատ մարդ նավակ է նստում, որպեսզի գետը անցնի, եւ երբ որ արդեն գետի մեջ տեղում են, տեսնում որ այս թի վրա, մեկի վրա գրած է հավատք, մյուսի վրա գրած է հույս։ Ասում է եղբայր, ասում է, այս 21-րդ լուսավոր դարում այս տգիտությունը ինչու ես գրել, առանց այդ հավատքի հույսել կարող ես ապրել, եւ այս երիտասարդը թիերը հանում, ասում է դե գնա առաջ, տեսնա ոնց պիտի գնաս։ Նավակը տեղում սկսում է պտտվել։ Նորից թիերը դնում է, նավակը առաջ է գնում։ Ուրեմն եթե դու չունես այդ հավատքը, չունես այդ հույսը, դու չունես նաեւ այդ զորությունը, որի մեջ դու կարող ես ապրել, հույսը մեծագույն նվերն է մարդու, այսինքն երբ որ նավի առագաստը բաց է, նավը սրընթաց գնում է, չէ, առագաստը փակեցիր, նավը կանգնում է ջրի վրա, այնպես էլ մարդու կյանքն է, հույսը չկա, քո կյանքի մեջ հետաքրքրություն չկա, դու անդադար նույն տեղում կանգնած ոնց որ ծանծղայի մեջ եւ անդադար դոփում ես ոչ մի բան չհասկանալով քո կյանքից։ 10-րդ համարը Երբ նա գա, այն օրը փառավորվելու է իր սուրբերի մեջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հավատացյալների մեջ, քանի որ մեր վկայությանը հավատացիք։ Ուրեմն, տեսեք, ասում է, քանի որ մեր վկայությանը հավատացիք, երբ որ գա հավատացյալների համար, դա փառավորություն պիտի լինի, անհավատների համար կորցն, այսինքն այն օրը երբ է Քրիստոսի գալստյան օրը, այսինքն որ օրը որ Հիսուս եկավ, այդ օրը անհավատների համար կործանում պիտի լինի, հավատացյալ մարդու համար փառավորություն պիտի լինի։ Ուրեմն անհավատների կործանումը հասնել այն օրը, երբ Հիսուս գա փառավորվելու։ Ուրեմն հիշում եք Հիսուսի աղոթքը Գեթսեմանիում, ասում է հայր հասել է իմ ժամը, քո որդուն, որ այն փառքը որ ունեի երկնքում, հիմա էլ ցույց տուր։ Ուրեմն տեսեք Աստված երկնքում էր, Հիսուս Քրիստոս ապրում էր երկնքում, թողեց այդ ամեն ինչը, փառքը, իջավ ներքև աշխարհ, մարդացավ աղքատության մեջ, որպեսզի մարդը հարստանա, նորից վերադառնա հավիտենական կյանք ապրելու։ Ուրեմն իր փառավորության վիճակներ, այսինքն խաչելությունը գագաթներ Հիսուս Քրիստոսի արտահայտության։ Իր մեծ սիրո, խաչ այդ սիրո արտահայտ, որ այսքան ինչքան եմ ես ձեզ սիրում, որ ձեզ համար խաչվում եմ։
Հիմա երկրորդ անգամ Հիսուս արդեն ոչ թե որ պիտի գա որպես բժիշկ մեր վերքերը դարմանելու, մեղքերը սրբավելու, այլ երկրորդ անգամ Հիսուս իբրև դատավոր պիտի գա մարդկությանը դատելու համար։ Եվ սա անհավատների կործանումը պիտի լինի։ Նրանք, ովքեր չհավատացին, չհնազանդվեցին, պիտի կործանվեն։ Ուրեմն Հիսուս փառավորվել է մեր կյանքի մեջ, մենք էլ փառավորվենք իր մեջ։ Նա, որ Հիսուս Քրիստոսին ճանաչում է, ինքը խաղաղություն ունի իր կյանքի մեջ։ Ով որ Հիսուս Քրիստոսին ճանաչում է, ինքը համբերությամբ սպասում է։ Ով որ Հիսուս Քրիստոսին ճանաչում է, իր սերը երբեք կասկածի ենթակա չէ։ Եվ տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը Հռոմեացի նամակի մեջ։ Եվ եթե որդիներ ենք, այսինքն Աստծո ժառանգներ ենք, ապա նաև ժառանգներ ենք Աստծո եւ ժառանգակիցները Քրիստոսի։ Եթե իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինում նաև փառքին։ Եթե նրա չարչարանքների մենք մասնակից ենք եղել, նրա նեղությունների մեջ մասնակից, ուրեմն գալիք փառքին էլ մասնակից պիտի լինենք։ Դրա համար այստեղ ասում է Պողոս առաքյալը, երբ որ գա փառավորվել է իր սուրբերի մեջ։ Սուրբերը այստեղ հավատացյալներ, այսինքն մեր մեջ Հիսուս Քրիստոս պիտի փառավորվի, մենք էլ իր մեջ պիտի փառավորենք։ Հիացմունքի արժանի դառնալու բոլոր հավատացյալների մեջ հիացմունքի արժանի, պատկերացնում եք ինչքան բան է, չէ, հիացմունքը, որ սպասում ես մարդուն, եւ ինքը ինչ հիացմունք է, չէ, որ գալիս է, դու ինչպես ես ուրախանում, որը մեր ուրախությունը Հիսուս Քրիստոսի գալուստն է։ Անհավատի համար է Հիսուս Քրիստոսի գալը անակնկալ։ Անհավատի համար է մահը սարսափելի, որովհետեւ ինքը երբ որ հավաքում է, ինքը ուզում է նաեւ ծախսել, ինքը ուզում է այդ ամենից օգտվել, բայց քանի որ իր կծիության պատճառով ինքը չի օգտագործել, մնացել է, հիմա ինքը արդեն չարությամբ չի ուզում այս ամենը թողնի։ Ինքը ուզում է, որ այս ամենը ոչ մեկի ձեռքը չանցնի, որովհետև ինքը չի օգտագործել, թող ուրիշներն էլ չօգտագործեն։ Եթե անցյալ օրը հետարքիր հարցադրում էր, մի աղջիկա փողոցում հարցրեցին, սիրահարվել եք, ասեց ես երբեք չեմ սիրահարվել եւ չեմ էլ սիրում, որովհետև չեմ հավատում սիրուն։ Երիտասարդ եւ 25-ից 30 տարեկան աղջիկ էր։ Ասում է երբեք չեմ սիրել եւ չեմ հավատում սիրուն։ Դու պատկերացնում ես այս մարդու կյանքը։ Երբեք չի սիրել։ Ոնց կարող է մարդը չսիրել, չէ՞։ Սիրել է եւ Չգիտեմ, բայց չի սիրել, ասում է չեմ սիրել, չեմ հավատում սիրուն։ Այսինքն սերը միայն տղամարդ կնոջ հարաբերությունը չի, սերը յուրաքանչյուր մարդու հանդեպ է, տիկին Ժենյա ջան, բայց տես ասում ես չեմ սիրել, թեկուզ խափում է, թեկուզ թեև ճիշտ է ասում։ Դա սարսափելի բան է, դու ոնց կարող ես չսիրել։ Անկամ կենթանին, եթե ինքը կարող է սիրել, բանական մարդը ոնց կարող է չսիրել։ Աստված սեր է, մենք սիրուց ենք ծնված, ուրեմն դու պիտի սիրես։ Այո, կարող է աշխարհը մեզ 1000 անգամ ցավ պատճառել, այնպես անել, որ դու հիասթափես, բայց երբ որ չսիրեցիր, դու այդ պահին ես մեռնում։ Որ պահին որ մարդը դադարեց սիրել, ինքը մեռած է։ Իր համար այլևս գոյություն չունի, կարևորություն։ Դրա համար մեծերից մեկը այրից ասում է, երբ որ չկա այդ սերը, չկա Աստված քո կյանքի մեջ, բարոյականությունն էլ ճաշակի հարց է։ Այսինքն դու ես որոշում քո բարոյականության չափերը, ոչ թե այն սերը կամ Աստված, որին դու հավատում ես։ Ուրեմն Հիսուս հիմա է փառավորվում նրանց կողմից, ովքեր որ անսասան են իրենց հավատքի մեջ։ Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ։ Սա Պողոս առաքյալի խոսքն է Հիսուսի մասին։ Ինչ որ իմն է, ասում է քոնն է, ինչ որ քոնն է, նաև իմն է, եւ ես փառավորված եմ դրա մեջ։ Եվ տեսեք կարևոր բառ ասում է դուք, քանի որ մեր վկայությանը հավատացիք։ Տեսեք շատ մարդկանց, երբ որ խոսում ես սիրո մասին, խոսում ես հավատքի մասին, խոսում ես Տիրոջ մասին, մարդիկ թերահավատորեն են։ Օրինակ ասում ես, որ պահքը լավ բան է, ասում են, դե դու հոգևորական ես, դրա համար էլ այդպես ես ասում, այսինքն քո համար դա սովորական բան է, ինձ համար հետո որ պահ չպահեմ Աստված ինձ չի ներելու, Աստված բան չի ասել, Հիսուս ասում է, ինչ որ դու ուտում ես, դա չի պղծում մարդուն, ինչ որ քո բերանից դուրս է գալիս, դա է պղծում քեզ։ Բայց սա ոչ թե հոգևորականի կոչուն, որ ինքը պիտի պայ, սա յուրաքանչյուր քրիստոնյա իր համար է այդ ամեն ինչը, իր հոգևոր աճի համար է այդ ամեն ինչը։ Այո, մենք կարող ենք երբեք էլ մեր կյանքի մեջ պահ չպահել, բայց դու պահում ես ինչի համար, որպեսզի նախ դու քեզ համար կարգապահություն սովորես, դու քեզ համար զսպվածություն, չափավորություն, ժուժկարություն սովորես, որ դու կարող ես քաղցած պարկեր քնել, նաև հասկանալ քաղցած մարդը ինչպես է ապրում։ 1 րոպե այսօր լույս չունենան կամ ամենաս ինտերնետ այսօր 1 րոպե չունենան, աշխարհը խառնվում է իրար։ Մեր երեխաները չեն հասկանում, չէ՞ որ մենք 90-ականներին լույս չենք ունեցել, ջուր չենք ունեցել, որ մենք ջուրը մեր գլխին լցնելով ենք լողացել, ոչ թե ցնցողի տակ կախված ենք լողացել, որ վարարանի լույսի տակ ենք գիրք կարդացել, մոմի լույսի տակ ենք տաքացել։ Չեն պատկերացնում մարդիկ։
Բայց երբ որ դու այդ ամենի միջով անցնում ես, նաև հասկանում ես, որ թե ինչ վիճակների մեջ կարող է մարդը հայտնվել եւ ինչպես դու պիտի ելքը գտնես։ Սա նաև հոգեվոր աղքատության մասին է, երբ որ դու չես ճանաչում, հոգեվոր աղքատություն, երբ որ դու հավատում ես, ուրեմն քո հավատքի մեջ անսասան ես եւ հաստատուն ես։ 11-րդ համարը շատ գեղեցիկ հատված է, ասում է. ահա թե ինչու միշտ աղոթում եմ ձեզ համար, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչև լրացնի ձեր բոլոր փափագները եւ հավատի գործերը զորությամբ։ Տեսեք, ասում եմ, ահա թե ինչու միշտ աղոթում ենք ձեզ համար։ Ուրեմն Պողոս առաքյալը միշտ աղոթում էր։ Ուրեմն նաեւ այստեղ ինչ է ցույց տալիս, որ երանելի է այն եկեղեցին, երանելի են հավատացյալները, ովքեր միշտ իրենց համար աղոթող հովիվ ունեն։ Այսինքն որ իրենց հոգևորականը միշտ իրենց համար աղոթում է, կամ երեն են մարդը, ում համար միշտ աղոթում է։ Տեսեք, Պողոս առաքյալը նաև ասում է, չէ, միշտ մեզ համար աղոթեք, ձեր աղոթներում հիշեք մեզ։ Հիսուս Քրիստոս ամենագեղեցիկ օրինակն է մեզ թողնում, ինչքան հոգնած լիներ, ինչքան ինքը ծանրաբեռնված լիներ, երբ որ երեկոյան վերադառնում էր, անպայման առանձնանում էր աղոթելու, որովհետև դու պետք է այդ ուժը վերցնեիր, որովհետև ումից դու կարող ես այդ զորությունը ստանալ, եթե ոչ Հայր Աստծուց։ Մենք ումից պիտի կարողանանք այդ զորությունը։ Ես ամեն օրվա մեջ տխուր մարդ տեսնում ես, ցավի մեջ մարդ տեսնում ես, հիվանդ մարդ տեսնում ես, ուրախ տեսնում ես, բոլորը շփվում ես եւ քո ներաշխարհը ուզես թե չուզես խառնվում է։ Դու եւ ոնց պիտի խաղաղեցնես միայն աղոթքով։ Միայն աղոթքով դու կարող ես քո հավասարակշռությունը պահել, որպեսզի ոչ խելագարվես, ոչ էլ անտարբերության մեջ հայտնվես։ Այսօր շատ մարդիկ կան, քեզ թվում է թե իրենք այդպես ապրում, բայց իրենք անտարբեր են։ Չեն զգում ոչ մի, իրենք անտարբեր ապրում, իրենք մեռնող մարդու մեջ ցավ չեն ապրում, ուրախացող մարդու հետ չեն ուրախանում, որևէ մեկի երջանկության զգացում կամ ցույց չեն տալիս։ Սա անտարբերություն է, ոչ թե որ զսպվածություն է։ Ինչու՞, որովհետև այդ մարդկանց մեջ աղոթք չկա։ Եվ երանելի է, որ յուրաքանչյուր մեկս այդ աղոթք ունենանք, եւ տեսեք Պողոս առաքյալն եւ իր գործընկերները չի ասում, քիչ ասում, միշտ աղոթում ենք ձեզ համար, միշտ, որպեսզի Թեսաղոնիկեցին եւ մենք քրիստոնյաներս կարողանանք հաղորդ լինել Քրիստոսի փառքին։ Եվ այստեղ 3 կարևոր բան է նշում Պողոս առաքյալը։ Տեսեք, ասում է, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը։ Որն է մեր կոչումը այս աշխարհում։ Մարդը ինչ կոչում ունի այս աշխարհի մեջ։ Մենք ինչի համար ենք կոչված այս աշխարհում։ Ուրեմն իր զորությունը, իր փառքին եւ մանավանդ օրեօր Քրիստոսին նմանվելու կոչման, այսինքն քրիստոնյան կոչում ունի ամեն օր նմանվելու Քրիստոսին։ Մենք այս աշխարհին նմանվելու կարիք չունենք։ Շատ հաճախ կհանդիպեք մարդկանց, ովքեր կասեն, որ ձերպես ով է ապրում, որ ով է տեսել 21-րդ դարում նստես ամբողջ օր աղոթես կամ սուրբ կյանքով, բոլորն էլ գողանում են, բոլորն էլ խաբում են, բոլորն էլ շնանում են, բայց մենք կոչված չենք նմանվելու աշխարհին, աշխարհը մեզ չի հետարկում եւ ոչ էլ Աստված մեզ ընտրել է, որպեսզի մենք ուրիշներից լավը լինենք եւ ցույց տանք, որ մենք քեզանից լավն ենք։ Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք սուրբ լինենք։ Եվ այս նմանությունն է շատ, որ Քրիստոսին նմանվել, նմանություն Հիսուս Քրիստոսի քո կյանքում ունենաս։ Դրա համար ասում է Պողոս առաքյալը Եփեսացի նամակի մեջ. «Արդ աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես ինչպես զվայել այն կոչմանը, որին կոչվեցիք»։ Ուրեմն ընթանանք այնպես ինչպես զվայել, այսինքն ինչ խոսք որ մենք ասում ենք, այս խոսքը այս մարդուն շինություն պիտի բերի, թե կործանում պիտի բերի։ Այն գործը, որ մենք անում ենք, շատերի համար օգտակար պիտի լինի, թե վնասակար պիտի լինի։ Այն աղոթքը, որ մենք անում ենք, ուրիշի կործանման համար ենք խնդրում, թե ուրիշի փրկության համար ենք խնդրում։ Այն մարդը, ով որ ուրախանում է ուրիշի ձախորդությամբ, ուրիշի մեղքի համար, այդ մարդը ինքը արդեն կործանված է։ Դու չես կարող ընկածի վրա ուրախանալ։ Դու չես կարող տեսնել մարդը մեղքի մեջ եւ ուրախանալ, «Վա ինչ լավ է, ինքը մեղավոր է, ես մեղավոր չեմ»։ Հակառակը դու լաց պիտի լինես այդ մարդու համար։ Դու իրավունք չունես ուրախանալ մեղավոր մարդու եւ նաեւ իրավունք չունես այդ մարդու մեղքը բարձրաձայնելու, այդ մարդու մեղքը ամեն տեղ խոսելու։ Յուրաքանչյուր մեկս կարող ենք հայտնվել այդ մեղքի մեջ, սիրելիներ։ Եվ մի օր երկու հարևան կանայք իրար հետ զրուցում են, մեկը հպարտանում է, որ ինքը 7 տղա ունի, սա էլ 7 աղջիկ ունի եւ որ ինքը ավելի լավն է, որ տղաներ ունի, դու միայն աղջիկներ ունես եւ մի օր երկուսով գնում են, այն ժամանակ գիտեք, ծորակներ չկան, որ ջուրը բերեն հասնեն տուն, մարդիկ գնում են գետաբերանից կամ աղբյուրի ակունքից ջուր են բերում եւ երբ որ երկու կանայք, երկու կուժեր իրենց ուսերին դրած գալիս են, այս մեկը որ 7 տղա ուներ,
հերթով տղաները անցնում են, ոչ ոք ձեռք չի գցում։ Եվ նրա ով աղջիկ ուներ, շտապ գալիս են, որ ձեռքից կուժերը վերցնում տուն են տանում։ Որում տեսեք, ունենալը դեռ չի նշանակում, որ դու կարող ես ամեն ինչ ունենալ։ Եվ մեկ ուրիշ բան պատմեմ, այսօր առավոտյան եմ ընթերցել, մի օր մի պապիկ գնում է հեռախոս սարքողի մոտ, ասում է տղաս հեռախոսս չի աշխատում, կարող ես նորոգել։ Նայում եմ, ասում է հայրիկ, բայց հեռախոս ամբողջությամբ աշխատում է, ոչ մի խնդիր չունի, ասում է, բայց որ հեռախոսս աշխատում է, ինչու երեխաներս ինձ չեն զանգում։ Եթե աշխատում է, ինչու չեն զանգում ինձ։ Որում տեսեք, ունենալը, այսինքն այս հասկանալը, կոչումը ունենալը, դու պիտի կարողանաս ճիշտ պահել, թե քո կոչում այս աշխարհի մեջ որն է, որ այնպես խոսաս, որ մարդիկ քո խոսքով Քրիստոսին ճանաչեն, այնպես ապրես, որ քո կյանք օրինակ դառնա, այնպիսի գործեր անես, որ հիվանդ մարդը, տկար մարդը, դժվարության, նեղության մեջ ող մարդը կարողանա օգտվել այդ ամեն ինչից։ Երկրորդ, մենք չպետք է նաև մոռանանք, որ Աստված է մեզ կանչել, մենք նրա որդիներն ու ժառանգն, մենք ինքներս ենք գնացել Աստծո մոտ, չէ, Աստված ինքն է մեզ կանչել, Աստված ինքն է երկնքից իջել մեր փրկության համար։ Դրա համար ասում են նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով ըստ իր կամքի հաճության։ Ուրեմն ինքը մեզ նախասահմանեց Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգրվելու դեպի Աստված վերադառնալու համար։ Մենք ուրեմն Հիսուսի նամակները պետք է լինենք այս աշխարհի մեջ։ Մենք Հիսուսի առաքյալներն ենք, դեսպաններն ենք, ներկայացուցիչներն ենք, այսինքն ինչ որ մենք անում ենք, մենք նաև պիտի այնպես անենք, որ մարդիկ մեր պատճառով Աստծուն չհայոյեն։ Պետրոս առաքյալի խոսքն է, որ ես շատ եմ սիրում, ասում է զգույշ եղեք ձեր ազատությունը այնպես չօգտագործեք, որ ձեր պատճառով անհավատները եւ հեթանոսները Աստծուն հայոյեն։ Որին երբ որ մեկ ինձ պիտի նայի, տեսնի, որ ես սխալ կյանքով եմ, ինքը պիտի հեռանա եկեղեցից, իմ մեղքը ավելի շատ է, քան հեռացողը։ Դրա համար Հիսուսը վայ գայթակղեցնողին, ասում է լավ է մի հատ քար կապիր վիզը, իրեն ծովը նետի, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղության պատճառ, այսինքն հավատքի մեջ կամ անչափած երեխային դու գայթակղության պատճառ դառնաս։ Երկրորդ այստեղ ասում է Պողոս առաքյալը ձեր բոլոր փափագները, այսինքն ձեր բոլոր ցանկությունները, որպեսզի իրականանան։ Ուրեմն Աստծո զորությամբ է կատարում մեր բոլոր ցանկությունները, չէ՞, այսինքն եթե Աստծո զորությունը չլինի, մեր ոչ մի փափագը չի կատարվի, որովհետև ասում է առաքյալ Աստված է, որ հաջողեցնում է ձեզ ձեր կամենալը եւ կատարել է իր հաճության համար։ Ուրեմն Աստված է հաջողեցնում, Աստված է տալիս։ Եվ Հիսուսը ինչ է ասում, ինչ որ հորից խնդրեք իմ անունով, անպայման կստանաք։ Ուրեմն ինչ փափագներ ունենք։ Օրինակ այսօր մարդիկ կան, ասում է երկնքից կրակ թափի քո գլխին։ Սա սարսափելի բան է։ Չի կարելի Աստծուց այդպիսի բան խնդրել։ Կամ ծնողներ կան, որ ասում են մուրազդ փորդ մնա։ Այսպիսի անեցներ էլ կան մեր կյանքի մեջ։ Չի կարելի այսպիսի աղոթներ խնդրել։ Ինչ որ բարի է, ինչ որ Աստծուն հաճելի է, սա պիտի խնդրես, այս ցանկությունները պիտի կատարվես։ Մեր մեջ մի արտահայտություն կա, չէ, նպատակ արդարացնում է բոլոր միջոցները, չի կարող նպատակը բոլոր միջոցները արդարացնել։ Այսինքն, երբ որ խաբեությամբ, գողությամբ, դավաճանությամբ հասնես քո նպատակին, սա արդարացված չէ եւ Աստծո համար ընդունելի չէ։ Մարդը պետք է իր բարի նպատակներով հասնի այդ ամենին։ Ձեզ կարծեմ պատմել եմ, չէ, նախանձ մարդու պատմությունը։ Մի օր մեկ աղոթում է, ասում է, որ ես ընտրյալ ազգի զավակ եմ, Տեր Աստված, ինչ որ խնդրեմ պիտի տաս, ասում է խնդիր չկա, կտամ, բայց պայմանով որ ինչ որ դու խնդրես, կրկնակին քո հարևանին պիտի տամ։ Դժվարությամբ համաձայնվում է, մեքենա է խնդրում, Աստված տալիս է, հարևանին երկուսն է տալիս, տուն է խնդրում, հարևանին երկուսը, կար ժանտով տեսնում է հարևանը հարստացավ, ասում է Տեր Աստված, որ խնդրեմ այս մեկ աշկս կհանես, ասենք որ հարևանի երկու աչքը հանի։ Սա աղոթք չի եւ սա չի կարող մեր բարի նպատակներն ու փափագները լինել, որպեսզի Աստված կատարի։ Եվ Աստված ինքն է, որ մեզ զորություն է տալիս մեր բարի փափագներին հասնելու համար։ Եթե դու քո աղոթների մեջ արդար ես, ասում եմ քո կենցաղի մեջ մաքուր ձգտում ունես, Աստված կտա։ Հիշում եք, չէ՞, մեր եկեղեցին ինչ աղքատիկ էր, որ նոր ենք բացել, նոր ենք աղոթում, հիմա ամեն ինչ ունենք, այսինքն Աստված է տվել, սա ոչ իմ շնորհն է, ոչ էլ իմ առաքինության պատճառով է այս ամենը։ Մենք ծառայել ենք, աղոթել ենք, Աստված էլ ուղարկել այն մարդկանց, ովքեր ուզել են Աստծո տաճար ավելի գեղեցիկ դարձնել։ Աստված է տալիս այդ զորությունը։ Դու ուզում ես, որ Աստծուն լավ տուն ունենա, Աստված այդ տունը անպայման կառուցում է։ Ուզում ես,
ես որ Աստծուն ամենագեղեցիկ սկիով պատարակ անես, այդ սկիը մի օր հայտնվում է քո մոտ։ Ուզում ես որ գեղեցիկ զգեստով Աստծուն պաշտես, մի օր այդ զգեստը հասնում է քեզ։ Ուզում ես մաքուր սրտով, այդ սիրտդ մի օր մաքրվում է։ Միայն թե դու հավատաս այդ ձգտմանը եւ Աստված այդ զորությունը կտա։ Եվ երրորդ ասում է, որպիսի ձեր հավատքի գործերը արդյունավորվի, այսինքն օգտակար լինեն։ Ինչ է սա նշանակում։ Երբ դու այդ ամենը անում ես արդար, ազնիվ, Աստված մեկի փոխարեն 30, մեկի փոխարեն 60, մեկի փոխարեն 100 պտուղները տալիս է։ Ուրեմն նրան, որ կարող է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ։ Ուրեմն տեսեք, ինչ որ մենք խնդրում ենք, ինչ որ մենք ուզում ենք, Աստված գիտի մեր բոլոր պետքերն ու կարիքներն եւ ավելիով է տալիս։ Դրա համար մենք ամեն երեկոյան աղոթքի մեջ ասում ենք, Տեր, որ դու գիտես յուրաքանչյուրիս պետքերն ու կարիքները, ըստ քո կամեցողության տուր։ Դու գիտես ես ինչի կարիք ունեմ, դու գիտես որ ես 1 հատ հացի կարիք ունեմ, այդ 1 հացը տուր։ Գիտես 2 հացի կարիք ունեմ, այդ 2 հացն է տալիս Աստված քեզ։ Գիտի որ դու առողջության կարիք ունես, քո առողջությունն է տալիս քեզ։ Միայն թե դու մնաս այդ հավատարմության մեջ եւ միշտ աղոթող ունես։ Տեսնում ես հավատի գործերը զորությամբ սարքվեն, այսինքն քո հավատքի գործերը արդյունավոր լինեն։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ աղոթում, ինձ ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի բան չի փոխվում։ Ինչու՞, որովհետև իրենք սեր չունեն։ Դու չես կարող ամեն օր աղոթել, բայց մարդուն չսիրել։ Դու չես կարող ամեն օր աղոթել, բայց աղքատին այցելության չգնալ։ Դու չես կարող ամեն օր աղոթել ու որևէ մեկի հանդեպ նախանձով լցված լինես։ Չի կարող այդպիսի բան լինել մեր կյանքի մեջ։ Եթե դու ուզում ես Տիրոջը հետևել, ուրեմն այս ճանապարհով պիտի հետևես։ Եվ տեսեք, մենք ինչ ունենք այստեղ կարևոր անելու նաև ճիշտ է, չէ՞ որ Աստված մեզ համար պատրաստել է հավիտենական կյանք։ Հիսուսը ասում է, ես գնում եմ, որպեսզի երբ որ դու գաք, դրսում չմնաք, այսինքն անթովյան չմնաք։ Գնում է մեզ համար պատրաստելու։ Բայց մենք ինչ ունենք անելու։ Մենք սակայն դեռ ապրում ենք, չէ՞ այս աշխարհում։ Ճիշտ է, Հիսուս գնացել մեզ համար պատրաստել է, բայց մենք դեռ այս աշխարհում ենք։ Նշանակում է, որ մենք մեղքի հետ դեռ գործ ունենք։ Չարը մեր դեմ պիտի պայքարի, մինչև մեր կյանքի վերջին վարկյանը, մեր շունչը մինչև ավանդելը Աստված պիտի պայքարի չարի դեմ քո հոգու համար եւ դու պիտի պայքարես։ Ուրեմն նշանակում է, որ չամի դեմ պայքարելու համար մենք նաեւ պետք է աղոթենք մեկս մյուսի համար։ Սա շատ կարեւոր է, մեկս մյուսի աղոթք իրար համար։ Առանց այս աղոթքի չի կարող մեր միջից չարությունը հեռանալ։ Ուրեմն շատ հեշտ է, ասել եմ ձեզ, որ անտառում սուրբ լինես, որ մենակ դու ես ապրում, շատ հեշտ է սուրբ լինել։ Քարանձավի մեջ, որ մենակ դու ես ապրում, շատ հեշտ է սուրբ լինել։ Բայց երբ որ դու եկեղեցում ես, քո կողքը մարդ կա, ով քեզ չի սիրում, դու շարունակում ես իր համար աղոթել, սա է ճշմարիտ քրիստոնեությունը, որ դու այս մարդուն չարությամբ չես պատասխանում։ Դու հակառակ իր համար աղոթում ես եւ այդ մարդուց բերած նեղությունը, հալածանք, հարամարանքը դու հանդուրժում ես սիրով, որտեղ այս մարդու փրկությունը ուզում ես։ Այստեղ է մեծությունը քրիստոնեության եւ քրիստոնյայի, որ դու ապրում ես այն մարդու հետ, ով քեզ չի սիրում։ Դու գնում ես այնտեղ, ով քեզ մերժում են, բայց դու գնում ես այնտեղ այդ մարդուն տեսնելու համար։ Ինքը քեզ չի սիրում, դու գիտես, բայց դու աղոթում ես իր համար։ Սա մեծագույն առաքինություն է, որ Աստված գնահատում է, եւ այս այդ անտեսանելի պայքարն ու պատերազմն է, որի մեջ մենք ապրում ենք ամեն օր, եւ իրար աղոթելով, իրար համար աղոթելով մենք կարող ենք այս փրկությանը հասնել։ Եվ վերջին համար այսօրվա ասում է, որպիսի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեր մեջ, եւ դուք փառավորվեք նրա մեջ, մեր Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։ Ուրեմն ինչու էր Պողոս առաքյալը աղոթում, հասկացանք արդեն, չէ, որպեսզի Հիսուս Քրիստոս փառավորվի մեր մեջ, մենք էլ Քրիստոսին։ Ուրեմն սրա համար էր աղոթում։ Ուրեմն բոլոր այստեղ խոսքը Թեսաղոնիկեցիների մասին է, մենք էլ իբրև քրիստոնյաներ, մենք արժանի ենք, որպեսզի Քրիստոս փառավորվի մեր մեջ, մենք էլ Քրիստոսի մեջ փառավորվենք։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի անունը բարձր պահենք։ Ուրեմն մենք սրա համար ենք կանչված, հասկացաք, մեր կանչվել է, որ Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի մեր մեջ, մենք էլ Հիսուս Քրիստոսի, ուրեմն մենք կոչում եւ պարտականություն ունենք փառավորելու Հիսուս Քրիստոսի անունը։ Հիմա տեսեք, ասում է Աստծո զորությունը, ո՞րն է Աստծո զորությունը, սիրելիներ։ Հիմա այս լույսը ես ամեն անգամ տեսնում եք, չէ՞, միացնում եմ։ Ես ինչ եմ անում, որ պիտի միացնեմ։ Իրեն նախապես դնում եմ հոսանքի մեջ լիցքավորելու, չէ՞։ Եթե լիցքավորումը չլինի, այս լույսը չի կարող ինձ լույս տալ, որպեսզի ես տարերը լավ տեսնեմ։ Ուրեմն Աստծո զորությունը այդ լիցքավորումն է, մինչև քո սրտի այդ լարը չմցնես Աստծո սիրո մեջ, այնտեղից այդ զորությունը չվերցնես, դու չես կարող։
Դու չես կարող այդ զորությամբ ապրել, դու չես կարող Հիսուս Քրիստոսի փառքի համար ապրել այս աշխարհի մեջ։ Մենք օրա լինում, այո, մենք հոգնած ենք լինում, ցավ ենք ունենում, տրտմություն, բայց ես ձեզ ասեմ, եթե ինձ մնա, ես կարող առավոտյան չկարողանամ արթանալ, շուտ նյութ պատրաստել, խոսել, բայց երբ որ գիտեմ մի քանի հազար մարդ ամեն առավոտ ինձ սպասում է, ես ամեն օր ժամը 6-ից սկսես 7-ին արթնանում այդ մարդկանց համար, որովհետև ես գիտեմ, որ այդ մարդիկ Հիսուս Քրիստոսի խոսքն են ուզում լսել, Աստծուն են ուզում այդ խոսքի միջոցով ճանաչել։ Եվ սա այդ սերն է, այդ զորությունը, որ Աստված տալիս է մարդուն։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործեր ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Տեսեք, ինչքան գեղեցիկ օրինակ է բերում Պողոս առաքյալը, ասում է, թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի մարդիկ ձեր լույսը տեսնելով փառավորեն Հորը, որ երկնքում է, եւ փառավորվի Աստված։ Ուրեմն մենք լույսը պիտի լինենք այդ մարդկանց մեջ եւ քանի որ մենք ուզում ենք Քրիստոս մեր միջոցով փառավորվի, ուրեմն դու ինքդ պիտի քեզ պատրաստես այդպեսին լինելու, սիրելիներ։ Դու չես կարող ուղակի պատարագին Կիրակի արթնանաս ու ուղակի հելնես ու գնաս։ Դու պիտի նախորդ օրվանից քեզ պատրաստես Քրիստոսին ճաշակելու համար։ Դու չես կարող առօրյան հելնես ասես գնամ եկեղեցի, թե չգնամ, կամ կեսից գաս ու ուզենաս Քրիստոսին ճաշակել, այդպես չի լինում։ Դու քեզ պիտի պատրաստես, որ դու գնում ես հանդիպման, շատ կարևոր է այդտեղ քո հագած զգեստը, քո մաքուր մարմինը, քո շուրթերը, քո բերանը, քո սիրտը, սաղ պիտի մաքուր լինի։ Այսինքն մեղքից պիտի մաքրված գաս մոտենալու Քրիստոսին, որ քո լույսը տեսնեն մարդիկ։ Երբ որ դու այդ ամենին ու միջալոց ես վերաբերվում, Պողոս առաքյալն ասում է դրա պատճառով ձեր մեջ բազում ցավագարներ ու հիվանդներ կան, որովհետև դու Քրիստոսի մարմին այրանը չեք մոտեցել լրջությամբ։ Պարզապես եկել եք մի հատ գնանք հաղորդվենք, էլի։ Կամ եթե դու Կիրակի է, բան չունես անելու, որոշում ես գնաս եկեղեցի, այդպես չի լինում։ Կիրակին մարդու եւ Աստծո հանդիպման օրն է։ Չի կարելի այդ օրը խափանել։ Դու ամեն Կիրակ պիտի այդտեղ ներկա լինես, քեզ ամեն Կիրակի սպասում է։ Ամեն Կիրակի սպասում է։ Եվ դու պիտի ներկայանաս իր անունը իբր լույս իր անունը փառավորելու համար։ Այսօր աշխարհը ինչ է անում, սիրելիներ։ Աշխարհը գնում է, որպեսզի Աստծո անունը անպատվի։ Տեսեք, Եվրոպայում ես ասել եմ, որ 1 եվրոյով կարող ես եկեղեցի գնել։ 1 եվրոյով կարող ես եկեղեցի, շատ շքեղ տաճար կարող ես գնել։ Արտաքին ճարտարապետությանը չկպնես, մեջն ինչ ուզում ես արա։ Կուզես գիշերեն ակում դարձրու, կուզես մսկիթ դարձրու, կուզես հյուրանոց դարձրու, կուզես գրադարան դարձրու, միայն արտաքին ճարտարապետության չկպնես։ Սա Աստծո անունը անպատվել է։ Եթե ուշադիր նայել եք, որտեղ են մսկիթներ բերում կառուցում կամ գիշերեն ակումներ, եկեղեցու դիմաց եք, որտեղ այդ եկեղեցին այդ փողոցում կամ կարող են կառուցել։ Եվ ինչ որ սկզբում ասացի հարության տաճարի մասին, տեսեք, Հիսուսը մարգարե է, նա չի կարող Աստված լինել։ Այս նույն բանն են մեզ ասում, որ մեղքը պիտի այդտեղ լինի։ Որ պահին, որ Քրիստոսի անունը բարձրացավ, սատանան իր պայքարը թեժացնում է։ Թեժացնում է իր պայքարը։ Եվ այնպիսի սուտ, այնպիսի կեղծիքներ կարող են նետել աշխարհ, որ մարդիկ հավատան եւ գնան դրա հետևից։ Երբ փառավորում ենք Հիսուսին մեր կյանքի մեջ, մենք մնում ենք հաստատուն մեր հավատքի մեջ։ Ուրեմն երբ որ դու գիտակցում ես, որ այս մարմինը Աստծո տաճարն է, դու այն սուրբ ես պահում։ Երբ որ գիտես, որ այստեղի բնակիչը Հիսուս Քրիստոս է, դու չես ուզում, որ ինքը քո կյանքից դուրս գա, դու ուզում ես իրեն պահել։ Երբ որ դու իրեն պահեցիր, Աստծո անունը կփառավորվի, դու չես անպատվի։ Տեսեք, աշխարհը ասում եմ ամեն օր նույն բանն անում։ Դրա համար աշխարհում ամեն օր մեղքը շատանում է, գիշերեն ակումբները, մեղքի կյանքը, թմրանյութը, խաղատները, ամենտեղ շատանում են աշխարհում։ Այսօր մարդիկ պարտք են վերցնում, գնում են խաղատուն խաղալու։ Իրենց ամբողջ ամսվա աշխատավարձը 1 ժամում գնում են կազինոյում, վատնում են, դուրս են գալիս։ Այս քաղաքի մեջ լիքն են այդպիսի երիտասարդներ։ Ընտանիքներ, որ գշտված, բաժանված, դրա համար ամուսինը խաղամոլ է։ Եվ ավելի սարսվում են, աղջիկներն են հիմա սկսել խաղալ։ Կանայք են սկսել խաղալ։ Քրիստոնյաները խաղադրույքներ են անում, խաղում են, մոլորության մեջ հայտնված։ Իրենց ժամանակը վատնում են, սկսել են ծխել, խմել, կիսամերկ ման գալ փողոցներում։ Սա անպատվություն չէ, անպատվություն է Աստծո հանդեպ։ Այս տաճարի հանդեպ սխալ վերաբերմունք ցուցաբերել։ Այստեղից է սկսում քո գիտակցությունը, երբ որ դու չկա քո գիտակցության մեջ, որ սա պատկանում է Աստծուն, քո սեփականությունը, չէ, դու կարող ես բղծել ու վատնել։ Դրա համար Պողոս առաքյալը ամեն օր աղոթում էր Թեսաղոնիկեցիների, մենք ամեն օր աղոթում ենք իրար համար, դուք երբ որ աղոթում եք ինձ համար, ես զորանում եմ։
Երբ որ ես աղոթում եմ ձեզ համար, դուք եք զորանում, որովհետև առանց իրար մենք չենք կարող ապրել։ Եկեղեցին սրանով է զոր, որտեղ աղոթ կա, որտեղ աղոթ կա, այնտեղ կա նաև երջանկությունը, որտեղ աղոթ կա, այնտեղ սերը միշտ հաղթում է։ Եվ դրա համար Պողոս առաքյալը ասում է. միշտ աղոթեք իրար համար, որպեսզի շնորհը Աստծո Հիսուս Քրիստոսի համաձայն մենք կարողանանք փրկությանը հասնել։ Այսքան այսօր, սիրելիներ, շատ կարևոր պատգամներ է մեր կյանքի մեջ, որ յուրաքանչյուր քրիստոնյա չպիտի այս տողերը կարդա ու անցնի։ Այն ժամանակ էլ էր աշխարհը, գիտեք, որ նավահանգստային քաղաք էր, ծովափնյա քաղաք էր, մինչև այսօր էլ ծովափնյա քաղաքներում մեղքը շատ է։ Եվ պատահաբար չէ, որ հենց այնտեղից է գրված այս ամենը մասին, որ տեսեք աշխարհը գնում այդ մեղքի ծովին, մեղքի ծովի մեջ հայտնվեցիր, շատ դժվար է ալեկոծությունից դուրս գալ։ Քեզ մեղքը միանգամից պիտի քաշի հատակը խորտակելու, սպանելու համար։ Երբ որ դու Քրիստոս Հիսուս ունես քո կյանքի մեջ, հաստատուն հավատք ունես, դու անպայման պիտի հաղթանակ տանես։ Աստված պահապան, սիրելիներ, շնորհակալություն։